Սարգիս Բաղդասարյան ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 5-ին Հադրութի շրջանի Բանազուր գյուղում։ Նրանց ընտանիքը տեղափոխվել է Երևան, ուր եւ պատանին սովորել է Պուշկինի անվան դպրոցում եւ Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներ դպրոցականների պալատի քանդակագործական խմբակում։ Մասնակցել է մեր պատանի ստեղծագործներ հանրապետական ցուցահանդեսին եւ շահել է առաջնությունը։ Երևանի Գեղարվեստի ուսումնարան մեկնելու փոխարեն 1942 թվականին սովորել է Բաքվի համար 1 հրետանային ուսումնարանում, որն ավարտել է լեյտենանտի կոչումով եւ ուղարկվել Հյուսիսկովկասյան ռազմաճակատ։ Մարտերից մեկում վիրավորվել է, բուժվելուց հետո մեկնել է 4-րդ ուկրաինական ռազմաճակատ, որտեղ վիրավորվել է 2-րդ անգամ եւ ստացել կոնտուզիա։ Բուժվելուց հետո անդամագրվել է հայ թամանցիներին եւ որպես հրետանային մարտկոցի հրամանատար քաջաբար է դրսևորել իրեն Լեհաստանի, Չեխոսլովակիայի, Հունգարիայի համար ծավալված թեժ մարտերին։ Բաղդասարյանը պարգևատրվել է հայրենական պատերազմի առաջին աստիճանի եւ պատվոնշան շքանշաններով, ինչպես նաեւ բազմաթիվ մարտական մեդալներով եւ գերագույն գլխավոր հրամանատարության շնորհակալագրերով։ 1946 թվականին Բաղդասարյանը զորացրվել է եւ նույն տարում էլ ընդունվել եւ 1952 թվականին ավարտել է Երևանի Գեղարվեստի ինստիտուտը։ 1962 թվականից դասավանդել է նույն ինստիտուտում, 1980 թվականից որպես պրոֆեսոր։ 1985 թվականին պարգևատրվել է ՀԽՍՀ պետական մրցանակով։ Ստեղծել է հերոսական ռոմանտիկ պաթոսով աչքի ընկնող դիմաքանդակներ, կոմպոզիցիաներ, հուշարձաններ, դեկորատիվ քանդակներ։ Նրա ստեղծագործություններից են Հունան Ավետիսյան, Ավետիք Իսահակյան, Հակոբ Պարոնյան, Մեղեդի, Մենք ենք մեր սարերը, Դավիթ Բեկ հուշարձանը, Սոս Սարգսյանի դիմաքանդակը, Սերո Խանզադյան, Խաչատուր Աբովյան, Հայաստան ու Ռուսաստանին միացման 150-ամյակին նվիրված հուշարձանը, հուշարձան Մայիսյան ապստամբության մասնակիցներին Լորեցի Սաքոյի քանդակը։ Նրա գործերից պահվում են Տրետյակովյան պատկերասրահում, Արևելքի ժողովուրդների արվեստի, Լիտվայի, Տաջիկստանի թանգարաններում, Հայաստանի ազգային պատկերասրահում։ Սարգիս Բաղդասարյանը մահացել է 2001 թվականի հունիսի 19-ին 77 տարեկանում։